Իմ ուղևորությունը Ջակարտայից Երևան տրանզիտ Դոհա էր լինելու Qatar Airlines-ի կողմից, ուրեմն վայրեջ կատարելու պահին, երբ արդեն Դոհա պիտի վայրեջ կատարվեր, հայտարարվեց, որ փոխվում է ուղղությունը եւ հայտնվեցինք ուրեմն Մասկատ, Օման, եւ այնտեղից էլ մեզ բերեցին հյուրանոց։ Հստակ էր ինձ համար, թե դա ինչ է տեղի ունենում, այսինքն որոշ չափով լուրերին հետևում էինք Wi-Fi-ի միջոցով, այնպես որ ժողովրդի մեծամասնության մոտ այդպիսի պանիկա տեղի չէր ունենում, որովհետև կանխատեսվում էր ինչ է պատճառը։ Հիմա ներկա պահին ուրեմն հայտարարվել է, որ վաղը պիտի լինի այդ չվերթը, բայց հետևելով ուրեմն իրադարձություններին հստակ չէ, թե ինչ որոշում կկայացվի վաղը, բնականաբար անվտանգության հետ է կապված, այսինքն Քաթարի։ Պետք է նաև նշեմ, որ Քաթարի ավիաընկերությունը շատ պրոֆեսիոնալ կերպով ուրեմն իր բարդականությունները եւ պարտավորությունները կատարել է։ Ներկայացին սպասողական իրավիճակ է։ Իհարկե ես նաև տեղեկացա, որ Հայաստանի այլ քաղաքացիներ, որոնք ուրեմն Դուբայի կամ Աբու Դաբի, Քուվեյթ եւ այլն սոցիալ երկրներից նաև ուրեմն թռիչքներ նախապատրաստվելու ժամանակին էին եւ նրանք էլ նույնպես բոլորը այստեղ են հայտնվել։ Իդեպ ես կարողացա տեսնել այդ բոլոր համարյա ծոցի երկրների ավիաընկերությունների օդանավները այստեղ օդանավակայանում մենք ականատես եղանք ուրեմն այդ բոլոր օդանավների այստեղ Մասկատում գտնվել է երևի ապահովության իմաստով եւ նույնպես կապնվեցի Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, ուրեմն խոսեցի մեր դեսպանի հետ, պարոն Պոլատյանի հետ եւ նա հայտնեց, որ բոլոր առումներով ինչ կարող է դեսպանությունը իր օժանդակությունը տրամադրելու է բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։